Պարոն Դանիելյան, երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մեղմ ասած ցնցումներ ապրեց, նույնիսկ մի դրվագով կարծեմ ձեզ էին դուրս հրավիրում ինչ-որ հաշիվներ պարզելու, փողոցային լեքսիկոնով էր խոսում, սա ինչ դրսևորում է, ինչու է Փաշինյանը այսպես զայրացել։ Դե մենք հարցոպատասխանի ժամանակ հարցեր ենք ուղղում, որից ԿՊԱ-ականները եւ մասնավորաբար վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ամեն անգամ ցնցումների մեջ է անգնում, որովհետև դրա պատասխանները չունի պատասխանները երկրում տիրող կոռուպցիայի, կաշառակերության, այդ թվում հենց հետաքրքիրն է, որ այդ կոռուպցիան եւ կաշառակերությունը հենց իրենց շրջանակներում այլ հեռու չի։ Ասում ես քաղաքական ձեր թիմի անդամը մի անձի գնումներով, տենդերներին մասնակցելով մեծ գումարներ են ուրեմն բյուջեից մսխում եւ կատարված շինարարություններ, կատարված աշխատանքներ զրո է։ Դրան պատասխաններ չունի։ Ասում են, բա ոնց է ալնում, որ հեղափոխական ուրեմն մարդիկ, որոնք որ 18 թվականին խոսում էին արդարությունից, անկաշառ լինելուց, ազնվությունից, դղյակներ են ունենում, տներ են ունենում, որ փոշեկուլ եւ հեռուստացույց էին ապարիկով գնում, հիմի տեսնում ենք էլի ինչեր ունեն, ինչ ունեցվածքներ ունեն, ինչ տներ ունեն, ինչ միջոցների են տիրապետում եւ ասում են, որ բյուջեից միլիարդավոր դրամներ են մսխվում եւ դրա պատասխանները չկա։ Դրանից ինքը ընկնում է ցնցումների մեջ, նաեւ ցնցումների մեջ անգնում նրանից, որ Հայաստանի Հանրապետություն գրեթե մի ոլորտ չկա, որ ինքը ձախողած չլինի։ Անվտանգությունից սկսած, տնտեսությունից վերջացրած, ամեն ինչը, ինչին որ ձեռք է տալիս, այդտեղ մեղմ ասած հայտարարակ վիճակ է եւ դրա համար ինքը փորձում է նաեւ այս իր պահվածքով նաեւ ես կարծում եմ իր պահվածքի նաեւ բանն են, որ հնարավոր ամեն ինչ անի իրենից, որպեսզի ընդդիմությունը հարց ու պատասխանների ժամանակ, այսինքն չգնա, չմասնակցի եւ իր ճակատին չասեն ամեն ինչ, ինչ որ մտածում է իր մասին, ինչ որ մտածում է իր թիմի մասին։ Փաստարկավորված փաստերով մենք բերում ենք ներկայացնում ենք։ Ասում ենք հերու ապագայում չի էլի դա տեղի ունեցել մի քանի օր առաջ դեպքեր են տեղի ունեցել նույն Նոր-Նորքի թաղապետարանում ծեծի առնչությամբ, որ ասում են, որ ինչ ծեծ, ինչ խոշտանգում, ինչ բան, բայց պարզվում է, որ մարդուն ծեծել կարելի է, խոշտանգել կարելի է եւ ոչ թե այդ ծեծողն ու խոշտանգվողը այսօր քրեական գործ չի հարուցում մարդուն պաշտոնանկարում, այլ ասում է ոչ մի բան չի եղել։ Պետք կլինի էլի կանենք, էլի կշարունակենք։ Եվ սրա կրկնում եմ, սրա մոտիվը այն է, որ ընդդիմությունը այլևս հոգնի եւ ասի դե ես նաեւ երեք ասեցի, որ իրենց նստեն խորհրդարանում, իրանք իրար մեծարգո ու ձերդ գերազանցություն ասելով, իրար, այսպես ասած, ռևերանսներ անելով, իրար գովերքելով, նստեն ու բան անեն ներկայացնեն, թե ինչ իդեալական իրավիճակ է եւ ինչ լավ վարչապետ է, Աստված ինչ մի լավ վարչապետ ա մեզ տվել, որ մենք էլ սենց էլի չգիտենք, այս ոնց ենք այդ բանի բարիկների տակից դուրս գալու։ Նաև կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը այսպես շոուներ անելով փորձում է 26 թվականի ընտրություններին պատրաստվել, ինչ որ ֆոն ստեղծել դրա համար, որ ինքը ընդդիմության դեմ է պայքարում, ինչ կարող եք ասել։ Ընդդիմության դեմ պայքարը նոր չի սկսված, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, ուրեմն ճնշումներ գործադրի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց եւ այսօր մենք տեսնում ենք թե ուրեմն մեր համակիրների, թե մեր աջակիցների, թե մեր կուսակցական ընկերների վրա մեծ արշավ է սկսվել եւ ճիշտ եք ասում, որ սա նաեւ նրա համար է, որ նաեւ հիմա արդեն ընտրությունների մեկնարկն է տվել, այդ կրթվելը նորաձև է, չէ՞, ինչ որ տենց բանա, շարժում էր, կարծեմ, չէ՞, շարժում է, կրթվելը նորաձև է, շարժում է, արդեն դա քարոզարշավ է, իրան գնում են շրջանները, նախորոք պետական ապարատին ստիպում, որ ուրեմն ուսուցիչներին, մանկապարտեզի աշխատողներին, տարբեր պետական աշխատողներին, որ ցուցակագրեն, որ գնան մասնակցեն, վերջին անփառունակ դեպքն էլ տեղի ունեցավ Բերդի տարածաշրջանում, երբ որ չեն կարողացել
ուրեմն լցնել դահլիճը եւ իրենք նման կերպ նաեւ մեկնարկն են տալիս ուրեմն իրենց քարոզարշավի եւ այստեղ էլ ուզում եմ ցույց տալ որ ինքը տենց անզիջում պայքարում է եւ ինքը այս երկրում պրոբլեմ չունեցող տղա է եւ ինքը կարա այդ որ ասում էր կարամ տանեմ սաղիթ պատվալները բանանեմ այդ կոպիտ ասած այդ կտերով փորձի նաեւ ժողովրդին էլի մանիպուլացնի, էլի ասի որ գիտեք ինչ կա ես պայքարում եմ, թալանի դեմ, տեստես ընդդիմությունը ընդդիմադիրները թալանչիներ են եւ այլ մեկ էլ մյուս, բայց այս 7 տարվա ընթացքում մենք տեսանք որ անգամ համառ ջանքերին որևէ այսօր մի հատ դատական վճիռ չկա, որով որ ինքը կարող ասի այս կամ այն ազնվորությունը գնացել այդ քայլին եւ իր ջղաձգումներն էլ նրա համար է, նաեւ նույնիսկ կրկնում եմ, որ արդեն կոռուպցիայի ծավալները հասել է աննախադեպ աշճանի։ Պետական բոլոր օղակներում համատարած կոռուպցիա եւ կաշառակերություն է տիրում։ Եվ ինչքան էլ որ ինքը ուզի բլեֆներ անի, ասի ինձ տվեք, չգիտեմ, պողպատե մանդատ, ինձ տվեք մուրճ, ինձ տվեք զնդան, ինձ տվեք կվալդ, ես ինչ գործիքների անում դա, մեկը մեր հասարակությունը արդեն այդ թմբիրից արթնանում է եւ հասկանում է, որ սա ոչ մի բանի կարող չի, եթե անգամ կան մեղավորներ, որոնք որ տարբեր տարիների ընթացքում կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետությունից գումարներ են ուրեմն գողացել, այս այն մարդը չի որ կարա այդ գողացածը անգամ այդ տարիների անկախությունից սկսած մինչև իր կառավարման շրջանի այս ամեն ինչը կարողանա հետ բերել եւ կարողանա այդ մեխանիզմները աշխատացնել։